Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները հայտարարել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ հավաստիացրել, որ պատրաստ է զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն։ Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ, շահարկելով իմ անձը։ Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես գերադասելով ազգային եւ պետական շահը զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետևաբար առաջարկում եմ ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական եւ ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական եւ հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ 44-օրյա պատերազմի օրերին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ազգային ժողովի փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին, պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները արձագանքել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա քննադատում է Գասպարյանին, նշելով, որ նախկինում լուռ է եղել պատերազմի զինվորների վարկաբեկման, սահմանային ներխուժումների եւ Արցախի դեպքերի ժամանակ, իսկ հիմա արձագանքում է միայն իր անվան շուրջ քննարկումներին։ Ինչու է Գասպարյանն անհանգստանում, լարվում եւ նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։ Եթե այնուամենայնիվ որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։ Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց եւ խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված։ Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը եւ ճիշտ ճանապարհով շարժվել։ Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն, առնվազն իշխանափոխությունից հետո։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը քիչ շանսեր ունի մարդկանց մոբիլիզացնելու եւ իշխանության վերադառնալու համար, իսկ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ավելի ուժեղ են։ Նա նաեւ նշում է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ձևավորվել է Քոչարյանի կառավարման տարիներին եւ շարունակվում է մինչ այսօր։ Ըստ նրա, Քոչարյանի քննադատությունը նախընտրական բնույթ ունի, իսկ հասարակությունը հիմնականում չի վստահում նախկին իշխանություններին։ Президент Արմենիի Քոչարյանը президент Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել եւ լուրջ քաղաքական աջակցություն ձևավորել։ Նրա շանսերը իշխանության վերադառնալու համար շատ սահմանափակ են։ Հնարավոր է նա որոշ տոկոս հավաքի եւ հայտնվի խորհրդարանում, բայց նույնիսկ կոալիցիայի դեպքում վարչապետ դառնալը քիչ իրատեսական է։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի դիրքերը իմ կարծիքով ավելի ուժեղ են։ Եթե նայենք իրավիճակին, պարզ է դառնում, որ հասարակությունը մեծ մասամբ չի վստահում նախկին իշխանություններին։ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ մյուսներին։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ձևավորվել է հենց այն ժամանակաշրջանում, երբ իշխանության ղեկին էր Քոչարյանը։ Այդ համակարգը փոխանցվել է Փաշինյանին որպես ժառանգություն, եւ նույնիսկ եթե նա ցանկանա փոխել իրավիճակը, Ռուսաստանի ազդեցությունը միևնույնն է շարունակվելու է։ Ընդհանուր առմամբ, եթե նայենք հանրային տրամադրություններին եւ վերջին զարգացումներին, ապա ակնհայտ է, որ այս պահին Փաշինյանի շանսերը զգալիորեն ավելի բարձր են, քան Քոչարյանինը։ Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը, հայտարարելով, թե Փաշինյանը տնտեսական եւ քաղաքական հարցերում Ռուսաստանից կախվածության մասով ստացել է Քոչարյանի ժառանգությունը եւ ցանկանա էլ չի կարող այդ կախվածությունը վերացնել, մեկնաբանել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Շատ հետաքրքիր է, իհարկե, որ հաջակցություն Հայաստանի գործող իշխանության միանում է նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, անկասկած ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության։ Սա իհարկե հետաքրքիր է, հատկապես այն առումով, որ թիրախում Ռոբերտ Քոչարյանն է։ Բաքվին անհանգստացնում է նա, թե խնդիրն այն է, որ Բաքուն փորձում է օժանդակել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ստանա իր համար այդքան կարևոր սև սպիտակը, որովհետև ակնառու է, որ Հայաստանում ընտրական process-ում ընդդիմադիր դաշտում առաջնորդող ուժը Ռոբերտ Քոչարյանը չէ։
չէ։ Դա բավականին տեսանելի է։ Միաժամանակ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Քոչարյանի առանձին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանին զրկել է առաջնորդող Սամվել Կարապետյանի հանդեպ սև-սպիտակ իր համար փրկարար բանաձևը կիրառելու հնարավորությունից։ Եթե Քոչարյանը չմասնակցեր առանձին, ապա այդտեղ Փաշինյանի համար ավելի հեշտ կլիներ ասել, թե Կարապետյանն է ներկայացնում նրա շահերը։ Մնում է քարոզչությամբ կենտրոնացնել հանրային միտքը Ռոբերտ Քոչարյանի վրա, որպեսզի գոնե ենթագիտակցական ընկալումների մակարդակում ընտրությունից ստանան սև-սպիտակ պատկեր։ Եվ այս խնդիրը թերևս այնքան լուրջ է, որ օգնության է նետվում նաև Մամեդյարովը։ ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի իր խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ եւ Արևելյան Զանգեզուր իր ուղերձում Ալիևը նշել է, որ այս հանդիպումն անցկացվում է աճող գլոբալ անորոշության պայմաններում, իսկ սրվող աշխարհաքաղաքական լարվածությունն ու ընդլայնվող հակամարտությունները ի հայտ են բերում միջազգային խաղաղության փխրունությունը։ Ալիևը պարզեցել է, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մեկնարկել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ։ Բաքուն եւ Երևանը հաստատել են առևտրային հարաբերություններ եւ Ադրբեջանը պայմաններ է ստեղծել դեպի Հայաստան տարանցման համար։ Բացի այդ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերը նպաստում են վստահության ամրապնդմանը։ Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ եւ Արևելյան Զանգեզուր իրենց կյանքը վերակառուցելու, սովորելու եւ աշխատելու համար։ Սակայն ականները մնում են լուրջ սպառնալիք եւ այդ խնդիրը, որն առկա է նաեւ մի շարք այլ երկրներում, պահանջում է լայն միջազգային համագործակցություն տվյալ ոլորտում։ 2020 թվականին հակամարտության ավարտից հետո ավելի քան 400 ադրբեջանցի խաղաղ բնակիչ զոհվել կամ վիրավորվել է ականների պայթյունների հետևանքով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ապրիլի 19-ին Օմանի ծոցում արգրավել է իրանական Տուսկա բեռնատար նավը, որը շարժվում էր դեպի Բանդար Աբաս։ Նշվում է, որ նավը մի քանի ժամ չի արձագանքել նախազգուշացումներին, ինչից հետո ամերիկյան կողմը կրակ է բացել, ապա ամերիկացի զինվորականները բարձրացել են նավ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նավը արգրավվել է ծովային շրջափակումը խախտելու փորձի համար։ Washington Post-ի համաձայն այն վերադառնում էր Չինաստանից եւ կարող էր տեղափոխել քիմիական նյութեր, այդ թվում հրթիռային վառելիքի բաղադրիչներ, սակայն բեռի վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Իրանը դատապարտել է միջադեպը, այն որակելով որպես ագրեսիա եւ հայտարարել, որ իր զինված ուժերը պատասխան գործողություններ են իրականացնելու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների սպառնալիքները իրանական նավերի նկատմամբ եւ անտրամաբանական պահանջները վկայում են տարածաշրջանային կարգավորման նկատմամբ Վաշինգտոնի անլուրջ վերաբերմունքի մասին։ Նա նշել է նաեւ, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները եւ հրադադարի խախտումները ցույց են տալիս չար մտադրություններ։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը կօգտագործի բոլոր հասանելի միջոցները իր շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար միաժամանակ նա վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցերով խորհրդակցությունների շարունակությունը։ Ուկրաինան դիմել է Թուրքիային Զելենսկու եւ Պուտինի հանդիպում կազմակերպել Թրամփի եւ Էրդողանի մասնակցությամբ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Մենք դիմել ենք Թուրքիային քննարկելու Զելենսկու եւ Պուտինի մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր մասնակցությամբ պատրաստ ենք այդ հանդիպմանը։ Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը քաղաքապետարանի գլխավոր առաջնահերթությունն է։ Նա հանձնարարել է, որ ծրագրի վերաբերյալ ամեն շաբաթ առաջինը զեկուցեն իրեն եւ մատնանշել, որ անձամբ վերահսկելու է գործընթացը։ Մի կարևոր բան արձանագրենք, Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, այսինքն սա Երևանի քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է։ Սա նշանակում է Տիկին Բաբայան, որ այսուհետ շաբաթական ռեժիմով, այսինքն երկուշաբթի օրերին, առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին։ Ամենամիկրո դետալը նույնիսկ, բայց ես պահանջում եմ, որ շաբաթական ռեժիմով մենք ունենանք այդ ուղղությամբ արված աշխատանք եւ ամեն շաբաթ ունենանք զեկուցելու նյութ, որը նշանակում է, որ ես ինքս անձամբ շաբաթական ռեժիմով, երբ որ պետք է գործընկերներին զանգահարել, նամակ գրել, գրություն ուղարկել, չգիտեմ, հոգնածնել, զզվացնել իրանց այս թեմայով, ես նույնպես դա իրականացնելու եմ։
Եվ այսուհետ շաբաթական ռեժիմով Տիկին Բաբայան ես ակնկալելու եմ, որ դուք զեկուցելու եք այն քայլերի մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում մենք իրականացրել ենք, որպեսզի այս ծրագիրը եւս մի քայլ, երկու քայլ, 3 քայլ, 4 լոնգ առաջ գնա։ Եվ սա դառնալու է նորման մինչև այն պահը, երբ որ բուն իրական շինարարությունը մենք կսկսենք այդտեղ։ Պարզ է։ Շատ լավ, շնորհակալություն։